Հանրաքվեի լուսաբանումը հեռուստաեթերում եղել է հավասարակշռված առանց օրենսդրության և կարգավորող նորմերի ակնհայտ խախտման։ Երևանի մամուլի ակումբը ամփոփում է հանրաքվեի լուսաբանման մոնիթորինգի արդյունքները։ Դիտարկվել են 6 համապետական հեռարձակվող հեռուստաընկերություններ։ Այդ լրատվամիջոցները և լրագրողները աշխատում էին հավասարակշռված լուսաբանել արշավը և ակնհայտ կողմնապահություն որևէ մեկի կողմից մենք չենք կարող արձանագրել։ Բորիս Նավասարդյանը ողջունեց նաև Armnews-ի և Ameq+-ի համատեղ ռեալիթի շոուն, որը եթերում ստեղծեց բանավեճերի հնարավորություն։ Ռեալիթի շոուն ցուցադրվում էր ոչ միայն Armnews-ի, այլև Armenia ու հանրային հեռուստաընկերության եթերում։ Որոշակի հարցեր էին առաջանում մասնակիցների վերաբերյալ այդ ռեալիթի շոուն, բայց դա, ինչպես մենք կարող ենք արձանագրել մեր դիտարկումներով, դա պայմանավորված էր ոչ թե տվյալ նախագծի նախաձեռնողների գործունեությամբ, այլ որոշ մասնակիցների, հիմնականում ընդդիմադիր դաշտի ցանկության բացակայությամբ։ Մոնիթորինգը սկսվել է հոկտեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 4-ին, անցկացվել է 3 փուլով։ Բորիս Նավասարդյանը շեշտեց, առաջին 2 փուլերն անցել են հավասարակշռված, չեն եղել գերակշիռ քաղաքական ուժեր։ Միայն 3-րդ փուլում գերակշռել է Հանրապետական կուսակցությունը, պայմանավորված նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստալրագրողներին տված հարցազրույցով։ Որևէ կարգավորումների խախտում մենք չենք կարող արձանագրել, բայց քաղաքականության առումով, քարոզարշավի քաղաքականության առումով երևի դա անցանկալի երևույթ էր, քանի որ մեզ պարզ է, որ նախագահի հետ հանդիպելու և հարցեր տալու շանսերը լրագրողների մոտ բավականին քիչ են։ Բնականաբար հրաժարվել այդ հնարավորություններից և մանրամասն լուսաբանել այդ միջոցառումը լրագրողները և լրատվամիջոցները իրեն չէին կարող թույլ տալ։ Հանրաքվեի լուսաբանման ընթացքում գրանցվել է ԱՅՈ-ի 330 անդրադարձ, Ոչի 396 և Չեզոք 526 անդրադարձ։ Ընդհանուր առմամբ Ոչը ավելի շատ է լուսաբանվել, քան ԱՅՈ-ն։ Հայկու Հյասատրյան, ժամը լրատվական։